Մեղադրյալներից Վահագն Չախալյանը, ինչը բնական է, ցանկանում էր ելույթով հանդես գալ եւ որին արձագանքում էին, որը ուներ որոշակի իմաստով նաեւ պայմանավորված էր այս քաղաքական հետապնդմամբ եւ ուներ քաղաքական ենթատեքստ, այդ իսկ պատճառով մեղադրողներին ուղղված քննադատությունը այդ լարման պատճառը հանդիսացավ։ Այսինքն թույլ չէին տալիս, որ պարոն Չախալյանը խոսի։ Քանի որ հայտարարություն, այսինքն նիստը մոտենում էր ավարտին եւ այսինքն օրակարգի չէր միջնորդության չէր, քանի որ սահմանափակվեց, այդ պարագայում Վահագն Չախալյանը ասաց, որ ինքը որպես մեղադրյալ, որ ամեն հինգշաբթի գալիս է նիստերին մասնակցում, պետք է արտահայտվելու հնարավորություն ունենա, ու քանի որ այդ արտահայտվելու հնարավորությունը միշտ չի, որ ապահովում է, պետք է հնարավորություն տրվել։ Մեղադրողները կարծում էին, որ դա վերաբերելի չէ գործին, համարվեց նիստը ավարտված եւ այդ պատճառով էլ իրադրությունը փոխել։ Բագրատ Սրբազանի միջնորդության մասով ինչ կասեք, ինչ կարծիք ունեք եւ ինչ եք մտածում այդ Դե էլի եմ ասում, ինձ համար անսպասելի էր անկեղծ ասած, որ այս հարցի քննության համար առանձին նիստ կհրավիրվի, բայց հրավիրվեց, հուսամ այդ նիստի ժամանակ առավել հանգամանալից կկարողանանք այս ասպեկտները քննարկենք, պարզ մարդկային ձևով, եթե ասեմ, ինչ ներկայացրեցի, տեսեք, Եվրոպական կոնվենցիայով խղճի կրոնի ազատության իրավունքը եւ միավորումներին անդամակրվելու իրավունքը ինքը շատ առանցքային իրավունք է։ Եվ այս պարագայում մեր փաստարկը հետևյալն էր, որ երբե որպես խափանման միջոց սահմանափակված է ազատության իրավունքը, ապա այս պարագայում, այս տևական կալանքի պարագայում, արքեպիսկոպոսի պարագայում սահմանափակվում է ոչ միայն ազատության իրավունքը, այլ նաև իր կրոնը անգլերեն ասում են practice, այսինքն իրականացնելու հնարավորությունը եւ նաեւ միավորումներին անդամակցելու եւ այդ միավորումներում որոշիչ ձայն ունենալու հնարավորությունը մասնակից լինելու։ Եվ մենք ասում ենք, որ այս նժարը թեքվում է անհամեմատ, այսինքն արդարադատության բալանսը, երբ որ նույն գործով այլ մեղադրյալների հանդեպ այլ մոտեցում է կիրառվում մեկ եւ երկրորդը այս պարագայում նույնիսկ երբ որ եվրոպական դատարան ասում է որ նույնիսկ պետքա դատապարտյալին եթե ինքը ունի որոշակի հավատք հնարավորություն ունենաս եթե այդ բանը կա օրինակ տանելու եկեղեցի որ ինքը իր ծիսակատարություններին մասնակցելու արքեպիսկոպոսի պարագայում սա նաեւ այլ իրավունքներ այլ հիմնարար իրավունքներ է խոչընդոտում ինքը պետքա հնարավորություն ունենա մասնակցելու եպիսկոպոսած ժողովին որը հրավիրվել է այս եկեղեցու հալածանքների կոնտեքստում եւ իհարկե այդ հետագա նիստին էլ կանրադառնանք դուք ինքներդ եք տեսնում նաեւ նոր արքեպիսկոպոս ձերբակալվեց այս ամեն ինչը հետագայում տեղավորվելու է եւ ավելի քան հավաստելու է իշխանությունների կողմից այս լայնամասշտաբ հալածանքները ընդդեմ եկեղեցու եւ այս մի դրվագով էլ եթե չապահովի Բագրատ Գալստանյանի մասնակցությունը եպիսկոպոսած ժողովին ինքը կարա հենց տեղավորվի այս նույն տրամաբանության մեջ եկեղեցու դեմ արշավանքները եւ հալածելու այն բարձրաստիճան հոգեվորականներին ովքեր հավատարիմ են հայ առաքելական եկեղեցուն եւ նրա նվիրապետությանը